ոչ մեկի չենք գերատասում։ Բարձրապես մեր փախն ուրիշ է եղել, բարձրապես շատ ենք մենք արմին եղել, բարձրապես մենք մեր կարևոր կյանքում և եղեք շատ և եղեք կանգում, թարցյակ չենք ջնջել մեկ ուրիշ ասկի, ոչ որ չենք ուժել ձայքից մեր ասկի, եթե կերել ենք լոք մեր կրկերում, եթե ձիրել ենք լոք մեր ծիրկերով, բարձրապես մահն է մեզ սիրահարվել, իսկ մենք ինքնական նրան չենք դրած, և ճարահատներ հոգ ենք թողել, ուր ենք որ հասել որտեղ է եղել, ճանաչել ենք մենք ամենքին համար, շիներ ենք ամոջ, կավել ենք համար, ամեն տեղ երկել, հաստրել բերկել, ամենքին դվել միտք, արած, երկել, պաշտպանել նրանց հոգևորությունից, ամեն տեղ թողել մեր աչքից ծորանք, մեր հոգուց մասունք և նշխար սրտից։ Մենք քիչ ենք հայով, բայց ոչվում ենք հայ, գիտենք թե չանցած վերքերից տնքալ, բայց նոր խտության ծնծալ ուրջվել, գիտենք մենք շանգողը մրջվել ու բարեկամի թարմալաճանից, դուրս տալ մեզ դրված զավության տանից, մեկի փոխարեն 10 հանդուցելով։ Ահա թե ինչու ապրիլ 24-ը միայն անցյալի իշարակումը չէ, ան ներկայի ահազանք է և ապագայի ոչ, ասկերու իրավունքը ճշտողը ուժի իրավունքն է և ոչ թե իրավունքի ուժը։ Հետևաբար, ուրիշներու խոստումներու նահատներու փոխարեն մենք պետք է վստահենք մեր սեփական կամքին, մեր ռազմագերված ուժին, մեր ազգային միասնականության։ Գեր ձեր բոլոր այսպես կոչված խաղաղության տարաշրջանի լոզունգները, որոնք այսօր մեզ հրացնին 2.6 միլիոն սրբատասված նահատակներու հիշատակը մոռնալու։ Սուտ են բոլոր այն խոստումները, որոնք կպահանջեն մեզ մեր հրաժարի, մեր բախտուտենել, մեր բանջարությունել, մեր իրավունքներել։ Թափաճանություն են բոլոր այն ծրագիրները, որոնք կուզեն թույլատրել մեր ինքնությունը, բրձել մեր սրբությունները և գտրել մեր ազգային արմաններեն։ Մենք կհավատանք, որ հայոց ցեղասպանության բանջարությունը ոչ միայն անցյալի վարք է, այլ ապագայի երաշխիք և որևէ գործ մոռցնելու, ուրանալու կամ նսեմացնելու ցեղասպանությունը վտանգ է թե սփյուռքի գոյության, թե Հայաստանի պետականության համար։ Մենք պետք է փոխենք այս ծանր ընթացքը։ Մենք պետք է գերտենք նոր սահմաններ, քաղաքական, ազգային, հոգևոր և կազմակերպական տարբերությունների մեջ։ Մեր պայքարը արդար է, որովհետև ան կյանքի պայքար է։ Մեր պայքարը անմահ է, որովհետև ան ճշմարտության պայքար է։ Այսօր մենք կան ոչ միայն զրկալու և ոգեգոճելու, այլ նաև վերանորոգելու մեր ուխտը, կան երդվելու, որ սրբատասված նահատակներու հիշատակը պիտի չմոռնան, կան խոստանալու, որ իրենց արյան արտակ կառուցման պահանջարկներն պիտի չզիջին, կան վերահաստատելու, որ պիտի շարունակի բարեկամը մինչև վերջ և անշեր կայելով շարժվելու դեպի առաջ, դեպի հաղթանակ։